ճիշտ է, չենք սպասում, բայց դա ուզիչ է, երբ որ մարդը շնորհակալ է լինում։ Ես միշտ ասել եմ, հայր ասում են, չէ, լավություն արա ու ջուրը կճտի։ Այդ պրինցիպով ենք ապրում, բայց երբ որ ջուրը չես գցում, հետադարձ շնորհակալություն է ստանում, շատ է գոհացնում, հետը ուրախացնում էլ է նույնիսկ էլի։ Ընդհանրապես գոհունակությունը, երախտագիտությունը ես համարում եմ բազային ամենահրաշալի զգացողություններից ամենակարևոր մի բան։ Իհարկե, ինչ-որ կապ պետք է լինի էլի, եթե դու որպես մարդ ես վերաբերվել իրան, ինքն էլ պետք է որպես մարդ շնորհակալ լինի։ Ես չեմ սիրում մարդկանց, որ անշնորհակալ են, կամ մոռանում են ինչ է արված։ Դա համարյա դավաճանություն է, գիտեք, անշնորհակալ մարդը դա համարյա դավաճան է, որտեղ դավաճանները հիմնականում եղել են անշնորհակալ մարդիկ։ Օրհնանքով էլ կարելի է շնորհակալ լինել, վերջո հիշել այդ լավ գործը, դա արդեն շնորհակալություն է, միշտ չի որ հենց վարձատրույց լինես հենց այդ չափով, բայց կարող ես ուրիշին անելով որևէ ձևով։ Պարոն Գասպարյան, ինչի կարիք ունի մեր երկրում վաստակաշատ մարդը, տարիքով մարդը, որ արդեն աշխատանքային թոհուբոհից այսպես ազատվել է ու մի քիչ անցել է հանգստի։ Ինչ է ամենաշատը պետք նրան։ Այդ լավ ասեցիր, հանգստություն է պետք, բայց ակտիվ, որովհետև եթե մարդը ոչինչով չի զբաղվում, նա արդեն մեռած է։ Սուս ամենածանր ժամանակ սկսեց գրել։ Երբ որ ասենք թե շարժվելը դժվար էր իրան հետ կամ նա սկսեց անիմուտ գրել եւ շատ հետաքրքիր գրեց։ Ես հիշում եմ ու ասեց գրողներից էր մեկ ասեց այ մարդ լավագույն տասնյակի մեջ է մտնում մարդը որպես գրող։ Այսինքն այլի գործում էր։ Հանգստությունը մենք կունենանք երկար։ Իսկ ես երկրում, իսկ ես եթե դու ապրում ես, դու պետք է գործես։ Արարես։ Առանց դրան անիմաստ է օդը փչացնել։ Նենց որ ես կարծում եմ, որ տալ հնարավորություն, օրինակ գիտիսում, Շեպկինսկիում, Շուկինսկիում ռեկտորները մինչև կյանքի վերջ էին աշխատում։ Իսկ ստասում են 60-ըդ լրացավ արդեն վերջ, այն չի վերջ է մարդ։ Մեր աղորդման իմաստն էլ դա է, որ 60-ում երկրորդ շնչառություն պիտի վերցնի մարդը։ Դու պիտի, հա, դու արդեն պլանավորել ես, արդեն ինչ-որ բաներ փոխել ես, ասեն, արդեն գիտես ինչպես պիտի փոխեն, բերում են նոր մարդ, որը սկսում է նորից քանդել, կանցնե սարքել։ Շատ դժվար է, որտեվ դառնալ էս մեծ օբյեկտի տնօրեն։ Մարդը դա չի կարողանում կառավարել մի 20 հոգուց, նա իրավունք չունի 100 հոգի կամ 1000 հոգի կառավարել։ Չի էլ կարող, եթե անգամ իրավունք տրվի։ Չէ կարող է, բայց վատ։ Դե։ Եվ ի վնաս այդ հաստատության։ Հա։ Շատ է տենց բաներ կա։ Ես միշտ ուզում եմ օգտակար լինեմ։ Եվ միշտ չի որ ասում եմ, որովհետև կան մարդիկ, որոնք չեն սիրում, որ իրանց ասում են, իրանց թվում է, որ իրանք ամեն ինչ գիտեն, ես էլ ամեն ինչ չգիտեմ։ Ես էլ մինչև այսօր սովորում եմ շատ բաներ ինձ համար։ Մարդը պետք է ամբողջ կյանքը կրթվի։ Լենինը ճիշտ էր ասել, փաստորեն սովորել։ Այդը մի բան է թխեշ մարդը պետք է ճիշտ ասեր, չէ։ Հա, բայց չէ, շատ բան է ճիշտ ասել իմիջալից Լենինը։ Ուղղակի սրիկա է եղել, թե չէ մնացածը
Այդ երկիրը քանդելը հեշտ է։ Երկիր քանդել հեշտ է։ Երկիրը քանդեց այդ։ Երկիր քանդել հեշտ է։ Հո շատ հեշտ է։ Փոքր երկիրը շատ հեշտ է քանդել։ Մեծ երկիրն դժվար է, բայց կարողացավ ինքը քանդել։ Հայաստանի հերանիցը չսախ բաժանեց ուրիշներին։ Դա էլ մի քիչ պատմությունից։ Եվ գիտեք ինչա ինձ համար ամենակարևոր, որ այսօր դպրոցները խեղճացել են։ Այդ ոնց են, ես հիշում եմ, մենք մի 25 հոգի էինք դպրոցում։ Ես չեմ հիշում, որ մենք անգործել էինք։ Ես չեմ հիշում, որ ամբողջ դպրոցից կարող է մի 5 հոգի է, որ չէին ուզում սովորել։ Իրանց հանում էին, բայց մնացածին ստիպում էին։ Ես ասում եմ, հա, կրթությունը պետք է ստիպեք։ Եթե մարդը կրթված ում է պետք, երկրին առաջի արդին պետք չի։ Այդ պատճառով է, որ կարող է այդ այսպես ասած մեծ ցիվիլիզացիաները կործանվել են տգիտության պատճառով։ Ամենամեծ չարիքն է տգիտությունը իսկապես։ Դրա համար ամենամեծ նշանակությունը ունի մեր երիտասարդությանը ճիշտ կրթել եւ ճիշտ ուղի ցույց տալ։ Դուք իմ հարցերը կանխատեսելով պատասխանում եք հարցը չհնչած։ Ուզում եմ ասել երիտասարդներին ինչ ունեք ասելու որպես եզրափակում էր այսօրվա զրույցի, որ ճանապարհով գնան, կրթության կարևորությունը անհերքելի է, բացի ամենակարևորը ինքնակրթությամբ զբաղվել, որովհետև ոչ մի բուհ, ոչ մի դպրոց այդ չի տա, ինչպես երբ որ դու ցանկություն ունես կրթվելու, իսկ կրթվելու համար այդ փաստորեն տիեզերական ցանցը, որի մեջ դու պետք է անսահման, որ դու պետք է ինչքան կարող ես տիրապետել այդ սահմանը մեծացնելու համար։ Մեծ մարտահրավերը ինչքան գիտենք, թե ինչքան չգիտենք։ Երբ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, եթե բան կար, որ չեմ հարցրել եւ կուզեք ասեք լավատեսությամբ ավարտենք, լավատեսեք երկրի ապագայի, ընդհանրապես լավատես մարդ եք, օգնում է դա ձեզ։ Ես պայքարող մարդ եմ։ Իսկ եթե ես լավատես չլինեի, ես չէի պայքարի։ Ես տեսնում եմ, որ լավ ապագա գոյություն ունի եւ կարող է լինի եւ կլինի։ Ուրեմն պետք է պայքարել։ Եվ երիտասարդներին առաջ եթե գնում ես պայքարի, հասկացի քո նպատակը։ Առանց այդ նպատակի պայքարել հնարավոր չի։ 10 անգամ ասում չափի նոր կտրի։ Ես են դեպքն